Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար կապը նոր որակ է ստանում։ Գագիկ Ծառուկյանի ու Զայեդ Ռաշիդ Բեն Ավեիթայի գործընկերության արդյունքում ստեղծվում է ներդրումային հիմնադրամ։ Փաստաթղթի կետերը բազմազան են, բայց ուղղությունը մեկը, որ Հայաստան գան նոր ներդրումներ, որ այս գործակցությունը նպաստի երկրի տնտեսական աճին։ Նախատեսվում է հեշտացնել բիզնես միջավայրի կոմունիկացիան, ստեղծել նոր աշխատատեղեր։ Հայաստանը օտար ներդրողներին հետաքրքիր դարձնելու համար հստակ քայլեր են արվում։ Գագիկ Ծառուկյանի անձնական կապերի շնորհիվ Արաբական Միացյալ Էմիրությունում հիմնադրված խոշոր ընկերությունը հետաքրքրված է Հայաստանով։ Պատրաստ ենք Multigroup կոնցեռնի հետ ներդրումային ինքնավար հիմնադրամ ստեղծել։ Կապող օղակ դառնալ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Առաջին անգամ ենք Հայաստանում։ Գագիկ Ծառուկյանի հետ նախապես քննարկել ենք ամեն դետալ։ Սկզբում հեռավար, հետո որոշեցի Հայաստան այցելել։ Մենք Գագիկ Ծառուկյանին որպես եղբայր ենք ընդունում։ Հայաստանում նրա ջերմ ընդունելությունից շատ տպավորված ենք։ Հիմա ամեն ինչ անում ենք, որ այս նախաձեռնությունը հաջողություն գրանցի Հայաստանում ու աշխարհում։ Սա Հայաստանի հետ նմանօրինակ առաջին հուշագիրն է։ Հաջողակ գործարարները փակագծեր բացել չեն սիրում։ Այս գործակցության ոլորտներն ու առաջին պտուղները տեսանելի կլինեն շատ մոտ ապագայում։ Իմ նպատակը ոչ թե աշխարհում մեկ ներդրումներ, այլ հիմնական իմ երկրում ներդրումներ լինի։ Այն ինչ որ մենք շատ ունենք, որը կարելի է զարգացնել, հզորացնել, ավելի մեծ ծրագիր կազմել արտահանման համար, զարգացման համար, աշխատատեղի համար, այնպես նրանք էլ հզոր մարդիկ են, Աբու Դաբի գրուպն է, եւ այստեղ էլ հիմնական պետք է ներկայացնենք մեր հնարավորությունները, պայմանը, ինչ պետք է անենք, ինչ պետք է արտադրենք, ինչ պետք է արտահանենք, որտեղ ներդնենք, ինձ թվում է կար ժամանակում կաշխատենք եւ ամեն ինչ լավ պետք է լինի, միշտ էլ հարկավոր է զբաղվել, կապեր, ծանոթություն, ազդեցություն, հնարավորություն, որ երկիրը զարգանա, տնտեսությունը զարգանա, ավելի մեծ ծրագրեր իրականացնենք, սա հիմնական թեման։ Իզաբելլա Հովանիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։